Ինչու՞, տեսեք, ես մի բան ասեմ ձեզ, էլի։ Եթե մենք համատենք մինչև 2018 թվականի մեր գները, մարդիկ որ մտնում են, չգիտեմ, խանութներ, դեղորայքի գինը, ապրանքների գները, հիմա համատում ենք այս գները, ուղղակի սարուձոր տարբերություն կա։ Մարդկանց կենսամակարդակը անգամներով է նվազել։ Իրենք գրոշներ են գցում թոշակառուներին 30-ից 36,000 են սարքում մինիմալ թոշակը, բայց անգամներով բարձրացնում են դեղերի գները, համատեք Հայաստանի դեղորայքի գինը Վրաստանի դեղորայքի գների հետ։ Ուղղակի վիրավորական համատություն կարող կասել։ Մինիմալ թոշակը 36,000 դրամ է, մինչդեռ մինիմալ սպառողական զամբյուղը 82,000 դրամ է։ Մինիմալ աշխատավարձը 75,000 դրամ մինչ հիմա մնացել է Հայաստանում, սպառողական զամբյուղը 82,000 դրամ։ Տեսեք, իրենց իրավունքները պաշտպան, հենց հիմա ասուլիս են տալիս, խայտարակ վիճակ է ռեգիոնում, ամենացածր թոշակը ՀՀ-ում է։ Նիկոլ, լսում ես, թեր սնվող քաղաքացիների թիվը ավելացել է, այսինքն մարդիկ թեր սնված շարունակություն, թոշակների, պատասխանում իրական տվյալների հետ։ Թոշակառուն դեղը չի կարողանում գնել 36,000 պաշտոնական տվյալների խայտարակ վիճակի մեջ ենք մենք։ Բոլոր բիզնեսի ոլորտն ասեմ, բիզնեսում։ Բայց մենք հերթով գնանք էլի, պարոն Բոզյան, շատ հարցեր դուք չի թռակ այդտեղից։ Որպեսզի մենք ընդհանրապես այս մարդկանց դիմակիցը վերջնականապես։ Այդ դրա մասին հիմա խոսենք, մեզ տեսեք։ Բիզնեսի հարցում ավելացված արժեքի հարկը 20% է, հարևան Վրաստանում 18% է։ Բոլոր աշխարհի բոլոր երկրներում 18%-ից ավելի ցածր է։ Մեր մոտ շահութ հարկը 18% է, Վրաստանում 16% է։ Եվ դա այն պարագայում է Վրաստանը ունի ծով, մենք այդ ծովը չունենք։ Մենք պետք է ավելի ցածր հարկային առաջարկեինք, քան Վրաստանը, որպեսզի մեր մոտ ավելի շատ ներդրումներ գար։ Ես հիմա մի քանի թվեր ասեմ, որ ընդհանրապես դու արդեն ասենք առաջ։ Վրաստանը, մեր քաղաքացիները, որ գնում են Վրաստան, հանգստանում են, տեսնում են, թե ինչ հսկայական շինարարություն է գնում Վրաստանում եւ ինչ մակարդակի մեգապոլիսներին առաջ գալիս։ Վրաստանի ընդամենը մի քանի տարի առաջ Բաթում իրենց ինչ էր ներկայացնում, հիմա ինչ է դարձել Բաթումը։ Տուրիստական կենտրոն է դարձել, որտեղ հսկայական ներդրումներ են եղել, որտեղ այդ հսկայական ներդրումները ճիշտ խելոք ներդրումների արդյունքում եղել։ Ես մի օրինակ ասեմ, Հայաստանում մի թունել կա ընդամենը, այդ Դիլիջանի թունելը։ Դե լովա կառուցե։ Հա, 4 կիլոմետր։ Ո՞վ է կառուցե, որ անունը չեն ուզում հիշեն։ Հիմա տեսեք, ընդամենը 4 կիլոմետր, գիտեք Վրաստանում ընդամենը 3 տարվա ընթացքում ինչ բանը մետր բանով երկարությամբ քանի թունել են կառուցել։ Ուրեմն կառուցել են երկկողմանի մոտավորապես 65 թունել, 65 թունել։ Դուք հասկանում եք, երկարությամբ մինչև 50-ից 55 կիլոմետր։ Ընդամենը 2-3 գիտեք ով է դա արել։ Չինական ընկերությունները, Չինաստանի ներդրումները աստղաբաշխական մակարդակից Բան Նիկոլը ինչով է զբաղված։ Բա ինչով է։ Մեծ փրթում են, երեք դուք լսեցիք, որ աննախադեպ, անհավանական խաղաղություն, աննախադեպ տնտեսական աճ, երկիրը չգիտեմ ինչ։ Նոր նավահանգիստ է կառուցում Անակլա Չինաստանի օգնությամբ։ Վրաստանի այս սուպեր հաջողությունները հանգիստ չեն թողնում արևմտյան այն կենտրոններին, որոնք ըստ էության նախանձից պայթում են, թե ինչպես է Չինաստանը կարողացել այս ներդրումների արդյունքում Վրաստանի բանը բարձրացնել, որի արդյունքում այդ իշխանության վարկանիշը բարձրացել է։ Այսօրվա տեղական ընտրությունները, որ հոկտեմբերի 4-ին պետք է անցնեն Վրաստանում, Վրաստանի իշխող ուժի ռեյտինգը տատանում է 60-ից 70%-ի սահմաններում բոլոր հարցումների արդյունքում, բոլոր հարցումների։ Եվ այնտեղի այսպես կոչված արևմտամետ ընդդիմադիր շրջանակները արդեն չեն էլ թաքցնում, որ իրենք սպասարկում են բացառապես մենակ արևմտյան շահերը, իրանք չեն էլ թաքցնում, որ իրանք գալու են իշխանության, որպեսզի երկրորդ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ, որպեսզի պատժամիջոցներ բացեն Ռուսաստանի դեմ, որպեսզի մանրադրամի դեր դարձնեն, այն ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է անել Հայաստանում։ Սա ես ասում եմ իրականությունը։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որտեղ եղել է գունավոր հեղափոխություն, դա բերել է ժողովրդին աղետ։ Աղետ բերեց գունավոր հեղափոխությունները Վրաստանում, Վրաստանը կորցրեց տարածքների 20%-ը, աղետ բերեց Մոլդովայում, Մոլդովան կորցրեց իր տոկոսը, աղետ բերեց Ուկրաինայում, ուկրաինացիների մոտավորապես 1,700,000 հաստատված մարդիկ կամ անհատ կորած են եղել կամ մահացած են 1,700,000 մարդ, հարգելի ժողովուրդ։ Եվ Ուկրաինան կորցնում է իր 20%-ը, այլ պարզի թե ինչքան է կորցնելու։ Նույն աղետը եկավ Ադրբեջանում 93 թվականին, երբ որ Էլչիբեյը Ադրբեջանի Փաշինյանը եկավ այն ժամանակ իշխանության, մենք դրանից օգտվեցինք, այդ նաև դրա արդյունքում մենք ունեցանք հաջողություն, իհարկե այդ հաջողության մի քանի բաղադրիչներ կար, եւ ռուսական օգնությունը եւ հերոսական մեր ժողովրդի պայքարը, բայց նաև Էլչիբեյի գործոնը նաև իր դերը կատարեց։ Այսինքն որտեղ որ Հայաստանում, որ երկրում որ եկել են գունավոր հեղափոխություն, այնտեղ եղել է աղետ։ Հայաստանը մինչև 2018 թվականը խուսափել էր գունավոր հեղափոխություններից։ 2018 թվականին այդ գունավոր հեղափոխությունը եղավ, մենք ունեցանք աղետ։
աղետ մենք կորցրեցինք Արցախը, դա մենք վճարեցինք այդ աղետի արդյունքում մենք վճարեցինք այդ գինը։ Մենք ունեցանք 5000 զոհ, 5000 զոհ։ Մենք կանգնած ենք լուրջ լրջագույն անվտանգության։ Մեզ ներքաշեց 4 պատերազմի մեջ։ Սրանք խոսում էին անկախության մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմը լիարժեքորեն կառավարվում է Թուրքիայի կառավարության կողմից։ Թուրքիան է որոշում այս մարդկանց բոլոր քայլերը։ Ըստ էության նույնիսկ անձնագրային այդ բանի այդ կամ շտամպը, որ պետք է դուրս գա, մարդիկ այդ շտամպի մեջ արդեն մասի սարի անն են հանում, պաշտոնապես արդեն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի բանը ազգային իդենտիկ խնդիրները լուծվի։ Ծիծեռնակաբերդի, այսպես ասած, բանն են գնում, վերանորոգման աշխատանքներ են տանում եւ ուզում են ամեն ինչ անեն, որ դա տևի մինչեւ գալիք տարվա ապրիլ ամիսը, որպեսզի գալիք տարվա ապրիլի 24-ին, որտեղ սպասվում է, որ մեծ հյուրեր պետք է գան Հայաստանից տարբեր երկրներից, տասնյակ երկրներից պետք է ղեկավարներ գան, քանի որ արարողակարգային բան կա, որ պետք է այդ մարդիկ գնան նաեւ Ծիծեռնակաբերդ, Էրդողանի պահանջն է, որ այդ մարդկանց թույլ չտայի, որ նրանք գնան Ծիծեռնակաբերդ։ Սա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, քաղաքականությունն է։ Սրանք ասում են, որ մենք պետք է բարձրացնենք Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը։ Այսօրվա իհարկե նախկին 30 տարվա ընթացքում Հայաստանը միշտ կախված է եղել Մոսկվայից, բայց այդ կախվածություններ տարբեր մակարդակներ կան։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանի կախվածությունը Թուրքիայից շատ ավելի շատ է, քան նախկինների կախվածությունը Մոսկվայից, եւ ես կարող եմ ասեմ, որ սրընթաց մոտենում է Նիկոլ Փաշինյանի կախվածությունը այն աստիճանի, ինչպես որ կար խորհրդային Հայաստանի ղեկավարների կախվածությունը Մոսկվայից։ Սա, ես ասում եմ, Հայաստանը սրընթաց վերացնում է իր պետականությունը, դառնում է ավտոնոմիայի մարզ Թուրքիայի